ծանր անգիտակից վիճակում ինձ տեղափոխել են հիվանդանոց։ Գլխուղեղում ինսուլտ էի տարել։ 62-ամյա Աղվան Արշակյանը կաթվածից փրկված բուժառուներից մեկն է։ Ժամանակին կատարված վիրահատությունը բուժառուի համար լավ ելք է ունեցել։ Բժշկական ազատազմից ճիշտ եւ ակումբների ասինքում այսօր ես վիճակի եմ ձեզ զրուցել։ Այսօր ամբողջովին շատ լավ եմ զգում։ Տարեկան շուրջ 600 կաթվածով բուժառու է ընդունում Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի եւ նյարդաբանության բաժանմունքը։ Սա Հայաստանում երրորդ ամենաբարձր ցուցանիշն է։ Այսօր հոկտեմբերի 29-ին, երբ աշխարհում նշվում է կաթվածի կանխարգելման միջազգային օրը, կրկին անհրաժեշտություն է առաջանում բարձրացնել մարդկանց իրազեկվածությունը գլխուղեղի կաթվածի վտանգների, ախտանշանների եւ կանխարգելման ուղիների վերաբերյալ։ Գյումրու բժշկական կենտրոնի կաթվածի բաժանմունքը հանդիսանում է տարածաշրջանային բաժանմունք, այսինքն մենք սպասարկում ենք եւ Շիրակի մարզի բնակչությանը եւ Լոռվա մարզի բնակչությանը, ինչպես նաեւ որոշ հարակից մարզերից մասամբ ունենում ենք հիվանդներ։ Սա շատ կարևոր է մարզում ունենալ կաթվածի կենտրոն, որովհետեւ մենք պետք է փորձենք կաթվածի բուժումը մոտեցնել հիվանդներին։ Ինչու է դա անհրաժեշտ, որովհետև կաթվածի ժամանակակից բուժումները շատ ժամանակ կախյալ են եւ շատ կարեւոր է շուտ ճանաչել կաթվածը եւ շուտ սկսել բուժումները, որովհետև այդ դեպքում մենք ունենում ենք նվազ մահացություն եւ նվազ հաշմանդամություն։ Հայաստանում կաթվածը շարունակում է մնալ մահացության երկրորդ եւ հաշմանդամության առաջատար պատճառներից մեկը, սակայն մասնագետների խոսքով ճիշտ կանխարգելմամբ հնարավոր է կաթվածների դեպքերի մինչեւ 80%-ը կանխել։ Զարկերակային գերճնշումը, հիպերտենզիան դա կաթվածի հիմնական պատճառներից է։ Կաթվածին նպաստող գործոններից է նաև ծխելը, ալկոհոլի չարաշահումը, խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ, ինչպես նաև ավելորդ քաշը եւ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, այսինքն նստակյաց ապրելակերպը։ Որոշ սրտային հիվանդություններ, օրինակ նախասրտերի շողացումը նույնպես կաթվածի համար ռիսկի գործոններ են եւ այս ռիսկի գործոնների հսկողության միջոցով մենք կարող ենք կանխարգելել կաթվածը, իսկ կանխարգելումը, ինչպես գիտենք, միշտ ավելի ազդեցիկ է։ Բաժանմունքի ղեկավարը նկատում է կանխարգելման աշխատանքները շարունակվում են նաև պոլիկլինիկական եւ շտապ օգնության օղակների միջոցով։ Մենք տարբեր օղակների հետ, հատկապես շտապ բուժօգնության օղակի հետ շատ ակտիվորեն աշխատում ենք, որպեսզի հնարավորինս արագ ճանաչենք կաթվածի նշանները եւ հիվանդներին արագ եւ օպերատիվ ձևով տեղափոխենք Գյումրու բժշկական կենտրոն, ինչպես նաեւ մենք ակտիվ աշխատում ենք պոլիկլինիկական օղակի հետ, որպեսզի կանխարգելման հարցով ավելի ուշադիր եւ համակարգված գործենք։ Այս համատեքստում կարևորվում է նաեւ նոր ներդրված կաթվածի ռեգիստրի դերը։ Մանրամասն տվյալներ է պարունակում կաթվածով հիվանդների մասին ամբողջ հանրապետությունում եւ այդ տվյալների մշակումը մեզ հնարավորություն է տալու ապագայում ավելի կատարելագործել կաթվածի դեմ ուղղված մեր բուժական միջոցառումները։ Գյումրու կաթվածի կենտրոնը հագեցած է ժամանակակից բուժսարքավորումներով եւ արհեստավարժ անձնակազմով, հնարավորություն կա իրականացնելու կանխարգելման, բուժման եւ վերականգնողական փուլերը։ Մասնագետների հորդորն է ճանաչել ախտանշանները, վերահասկել ճնշումը, հրաժարվել վնասակար սովորություններից եւ արագ արձագանքել։ Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսն է յուրաքանչյուր րոպեն կարևոր է։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Վանեսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 29-ից 30-ը աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն։ Այսօր վարչապետը կմասնակցի Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին։ Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Հոկտեմբերի 30-ին Ելիսեյան պալատում կկայանա վարչապետ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանն իր ներդրումը կունենա Հայաստան Միացյալ Թագավորություն բազմոլորտ հարաբերությունների զարգացման եւ խորացման գործում։ Զրուցակիցները քննարկել են ինչպես երկկողմ հարաբերություններին ու միջխորհրդարանական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործընթացին։
Դատախազությունն ու Մատենադարանը մեկնարկել են Մխիթար Գոշի գիրք դատաստանին համաշխարհային հիշողության շտեմարանում արդի իրավունքի միջնադարյան ակունքները խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովը։ Գիտաժողովի բացման արարողությանը հաջորդել է գիրք դատաստանի ձեռագրի ցուցադրությունը բերված Զմարի պատրիարքական կղերի միաբանությունից, միաբանության մայրավանքի, փոխմեծավոր Մատենադարանի եւ Թանգարանի տնօրեն Հայր Նարեկ Վարդապետ Լուիսյանի աջակցությամբ։ Նշենք, որ ձեռագիրն առաջիկա օրերին ներկայացված է լինելու Մատենադարանում։ Դատաստանագրքով նա նվաճում է հայոց արժանի տեղը մեծ քաղաքակրթությունների շարքում։ Ավելին, անկախ պետականության ու ինքնիշխանության հնարավորությունը Գոշը չէր տարանջատում օրենքի գերակայության գաղափարից, մի բան, որ իր հնչեղությունը նույն ուժգնությամբ պահպանում է մինչ օրս։ Փայլուն գիտակցելով արտաքին աշխարհի կամ ինչպես հիմա կասենք աշխարհաքաղաքական գործոնների ազդեցությունն անկախ պետականության հնարավորության վրա, նա պակաս կարևորություն չէր տալիս ներքին համերաշխությանը, միայն ու միայն սեփական կարողություններին ապավինելու գիտակցությանը։ Ինչ էր ասում Գոշը հայ իշխանների մասին։ Լավ համարեին իստրկության կալ ամենայն ազգաց, քան թե հնազանդել միմյանց եւ կյալ հազատության։ Աշխարհաբարով լավ էին համարում լինել բոլոր ազգերին ստրուկի կարգավիճակով, քան թե հնազանդել միմյանց եւ լինել ազատության մեջ։ Ես կարծում եմ, որ այս տողերը պետք է լինեն բոլոր լրատվական թողարկումների գլխագիրը այսօր։ Մարդկային բնության եւ համակեցության գաղտնիքների խորագիտությունը, համակողմանի իմացությունն ու ինքնակրթության անսպառ մղումը, հավասարակշիռ, սթափ, կրոնադավանաբանական ծայրահեղացումներից զերծ միտքը նրան դարձրել են լայն իմաստով միջազգային արժեք։ Պատահական չէ, որ դատաստանագիրքը թարգմանվել է մի շարք լեզուներով՝ լատիներեն, լեհերեն, ղփչաղերեն, վրացերեն եւ ռուսերեն։ Եվ պատահական չէ, որ դատաստանագիրքը զարմանալի կենսունակությամբ շարունակում է գրավել մարդկային արժանապատվության, հավասարության եւ արդարության գաղափարների ջահակիր կառույցներին ու անհատներին, որի վավերացումը եղավ այն, որ Մատենադարանի ներկայացրած հայտով 2025 թվականի ապրիլի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի 221-րդ նստաշրջանում անդամ երկրների միաձայն որոշմամբ Գոշի դատաստանագիրքն ընդգրկվեց աշխարհի հիշողության միջազգային շտեմարան։ Այսօր մեր առաքելությունը շատ ավելի համեստ է, բայց ոչ պակաս կարևոր։ Սովորել նրանից, նրա իմաստնությունը փոխակերպել եւ մեկնաբանել ժամանակակից իրավական լեզվով։ 12-րդ դարի այս գլուխգործոցը Գոշը մեկնարկում է ներկայացնելով այն կազմելու 12 պատճառներ, որոնք խարսխված են մեկ ուղերձի վրա։ Եթե մարդկային առաքինությունն անթերի լիներ, գրավոր օրենքները մեզ պետք չէին լինի։ Բայց քանի որ մենք մարդիկ ենք մեր բոլոր անկատարություններով, այն մեզ հարկավոր է։ Նա իրավունքը ներկայացնում է որպես գործիք, որը մարդուն դրդում է լինել կայուն, նույնիսկ այն ժամանակ, երբ խիղճը տատանվում է։ Գիրք դատաստանին միավորում է աշխարհիկ կանոններն ու եկեղեցական նորմերը։ Սովորութային իրավունքը, որը ժամանակի շատ մշակույթներում փորձում էին տարանջատել։ Դատաստանագրքի օրենքները հիմնված են հին եւ նոր կտակարանների, հայկական կրոնական ու սովորութային իրավունքների վրա։ Հատկանշական է նաեւ, որ գիրք դատաստանին արտացոլում է հանցագործության եւ պատժի վերաբերյալ դեռևս 12-րդ դարում Գոշի մարդակենտրոն մոտեցումը։ Գիրք դատաստանին ինքնատիպ իրավական ճարտարապետություն է, կոդիֆիկացնում է հասարակական հարաբերությունների գրեթե բոլոր բնագավառները, պետական կառավարման ոլորտից մինչև քաղաքացիերավական, ամուսնաընտանեկան, քրեաերավական եւ դատարանակազմության հարցեր։ Հայաստանում մշակված եւ Հնդկաստանի, Ռուսաստանի, Լեհաստանի, Վրաստանի, Լատվիայի հայ համայնքներում տարածում ստացած գիրք դատաստանին դարձավ համայն հայության իրավական հենասյուն։ Դուրս գալով ազգային սահմաններից այն ազդեցություն ունեցավ մի շարք եվրոպական ու ասիական քաղաքակրթությունների զարգացման վրա։ Այս գիտաժողովի շրջանակում ցանկանում եմ կրկնել գիրք դատաստանիում տեղ գտած ինձ համար շատ կարևոր մի միտք, որի մասին պատիվ եմ ունեցել խոսել բոլորովին վերջերս Սինգապուրում կայացած դատախազների միջազգային ասոցիացիայի տարեկան համաժողովում, իմ ելույթի շրջանակներում։ Գիրք դատաստանիում Գոշը շեշտում է, որ արդարությունը ծաղկում է այն ժամանակ, երբ դատողները չեն գործում միայնակ, այլ խորհրդակցում են այլոց իմաստնության հետ։ Բազմաթիվ աչքեր ճշմարտությունն ավելի պարզ են տեսնում, քան մեկը։
Համոզված եմ դահլիճում ներկա գտնվողները կհամաձայնվեն, որ արդարադատության համար հաղորդակցության դերն ընդգծող այս միտքը հատկապես արդիական է այսօր, փոխակերպվող մարտահրավերներով լի մեր աշխարհում։ Ինքը եկեղեցին եղել է այս վիճակում, փլատակների կերպով։ Այգեշատի թարգմանչած կամ Սուրբ Աստվածածին եկեղեցուց ընդամենը 2 կիսականգուն պատեր մնացել ու շուրջ բոլորը փռված քարեր։ 7-րդ դարում են կառուցել, ինչեր ասես, որ գլխով չի անցել դարերի ընթացքում բնական աղետներից մինչև պայթեցում։ Դժվար է ասել ոչինչ հասնելու, թե վթարային այնպիսի վիճակում էր, որ միգուցե մարդկանց անվտանգությունից ելնելով բնական փլուզումը կանխելու համար, բայց ամենայն դեպս այդպիսի կտրուկ միջամտությամբ եւ վանդալիզմի հասնող միջամտությամբ այո պայթեցվել է։ Թվականը չգիտենք, բայց գիտենք, որ 42 թվականին, երբ Թորամանյանը այցելել է, մինչև գմբեթի որոշակի նիշը եկեղեցին կանգուն էր։ Ամենամեծ հանգույցը 24 տոննա քաշում էր։ Խորանների մասը, պատուհանների կամարները բան պահպանվել էր։ Դրանք նույն տեսքով դրվել են իրանց տեղը։ Թարգմանչած եկեղեցին առաջին անգամ փորձել են վերականգնել 1946-ին, ամբողջական վերականգնման նախագիծը մշակվել է 1986-ին, 3 տարի անց որոշ միջամտություններ են արել, հետո աշխատանքները դադարեցրել են, 2012-ին վերսկսել, սակայն ավարտին չեն հասցրել։ Երբ արդեն որոշակի տարիների ընդմիջումից հետո 2023 թվականին վերսկսեցինք աշխատանքները, 50-ից 60 միլիոն 70 միլիոն տարեկան հատկացում ենք ունեցել եւ ընդամենը մեծ հաշվով 2 տարվա ընթացքում կարելի է ասել վերականգնման աշխատանքները մոտենում են ավարտին, որոշակի հատված աշխատանքներ բարդությունով պայմանավորված կտեղափոխվեն որոշակի ծավալի 2026 թվականին եւ կավարտվեն 2026 թվականին։ Քանդված եկեղեցու պահպանված քարերի քանակը մասնագետներին լիարժեք հնարավորություն է տալիս ամբողջությամբ վերականգնել կառույցը։ Մի քանի տոննա քաշով զանգվածներից մինչև մեծ ու փոքր բեկորներ են եղել տարածքում, ավելի քան 800։ Մեծ մասն օգտագործել են, անպիտան վնասված քարերը վերաշարման ընթացքում փոխարինվում են։ Սա ճաք ունի։ Այս կողմից էլ է ճաքած, ստեղից էլ է ճաքած։ Վտանգավոր է հիմա աշխատանքի մեջ դնել։ Հնամյա հուշարձան լինելուց բացի թարգմանչածը նաև գեղագիտական արժեք ունի։ Պատուհանների, կամարների ու քիվերի նախշերն ակնհայտ զարդարում են եկեղեցին։ Ալիկ Անանյանը մոտ 120 մեծ ու փոքր կառույց է վերականգնել։ Չի հիշում մեկը, որ այսչափ խոնարհված լիներ ու կարողանային ամբողջությամբ վերականգնել։ Սա եզակի տարբերակ է վերականգնման աշխատանքների, իմ փորձը, որ 50 տարուց ավել է, նման խոնարհված եկեղեցի ես չեմ հանդիպել։ Սա ընդհանրապես չկար։ Կային բազմաթիվ քարեր, բեկորներ եւ մեծ զանգվածներ։ Ամենակարևորը ճիշտ նախագիծն է, ճարտարապետների արած նախագիծն է, չափագրություն նախագիծ, որը արվել է գերազանց։ Սա այն պատերից մեկն է, որ կիսականգուն էր մնացել։ Հիմա միայն հին ու նոր քարերի շարվածքն է վկայում տարեգրության մասին, տպավորություն ստեղծում, թե երբևէ չի էլ ավերվել։ Վերականգնման ավարտից հետո հուշարձանը կամբողջանա կղմին դրետանիքով։ Այսպես է սկսում Սերժանտ Սիմոնյանի օրը զինված ուժերում։ Աշխենը 2017 թվականին է համալրել զինծառայողների շարքերը, տարբեր ստորաբաժանումներում բավական փորձ եւ հմտություն կուտակելով այժմ ծառայությունը իրականացնում է կանանց գումարտակում։ Ցանկացած մարդ պետքա ներդրումն ունենա իր երկրի պաշտպանության գործում։ Դրա համար էլ որոշեցի անցնեմ ծառայության։ Կին զինծառայողը մասնագիտությամբ մարզիչ մանկավարժ է, մանկուց զբաղվում է պրոֆեսիոնալ սպորտով։ Մարզիկ եմ եղել, բռնցքամարտիկ, աշխարհի երկրորդ մրցանակակիր, հանրապետության քառակի հաղթող, միջազգային մրցաշարերի հաղթող, ներկայումս մարզիչ եմ նաև ու հանրապետական կարգի մրցավար։ Ասում է, սպորտում ձեռք բերած կամային հատկանիշներն այսօր շատ են օգնում ծառայության մեջ։ Եղել է շատ դրվագներ, որտեղ կարայի հոգեպես ընկճվեի ու առաջ չգնայի, իմ բռնցքամարտն է ինձ օգնել այդ ամեն ինչում։ Չպարտվել, չկանգնել, տեղում չդոփալ ու միշտ ինքդ քեզ կատարելագործել ու միշտ ինքդ քո վրա հույս դնել։ Դժվարություններով լի ճանապարհին Սերժանտ Սիմոնյանը ոչ մի անգամ չի վհատվել, ցանկացած փորձություն դիտարկել է որպես ավելի ուժեղ դառնալու հնարավորություն։
այդպիսի ժամանակահատված չի եղել, որ ուզենամ հետ կանգնեմ։ Այն 9 ամիսն է եղել, որ ընթացքում ես պիտի մայրանայի։ Այդ ժամանակ ա եղել իմ ծառայության չլինելը ու անգամ այդ ժամանակ հոգեպես չեմ կտրվել ես ծառայությունից։ Ես միշտ ծառայության մեջ եմ։ Մեծ պատասխանատվությամբ եւ պատվով պետք է իրականացնել հայրենիքի պաշտպանի առաքելությունը, համոզված է կին զինծառայողը։ Եթե մի ճանապարհ ընտրել ենք, պիտի հասկանանք, որ մենք ենք այդ ընտրել ու երբեք ոչ մի բառագամ չպիտի թերանանք այդ ամեն ինչի մեջ, որովհետև մենք ընտրել ենք, մենք մեր ուսերին վերցրել ենք այդ ծանրությունը, որ պիտի անենք այդ ամեն ինչը։ Կանանց գումարտակում առօրյան հագեցած է մարտավարամասնագիտական դասեր, պարապմունքներ, ֆիզիկական մարզումներ։ Ես ողջունում եմ այն փաստը, որ կանայք կարող են Հայաստանում անցնել ծառայության ու տեղյակ լինել ինչ է իրենց ներկայացնում ծառայությունը, կանցնեն տարիներ ու այս գումարտակը իր տեղը կունենա զինված ուժերում։ Աշխենին այսօր ոգևորում եւ ոգեշնչում է նաեւ փոքրիկ դուստրը։ Ինքը միշտ ինձ ուժ է տալիս, եթե հանգարց տրամադրությունս էլ են կածալինում կամ այսօր ինչ-որ մի բան գայս եմ տուն ասում եմ, ինչ-որ միտեղ թերացել եմ, բան ասում եմ մամ դու հայ ես ու դու երբեք չպետք է թուլանաս։ Սերժանտ Աշխեն Սիմոնյանն իր ամենօրյա պարտաճանաչ ու բարեխիղճ ծառայությամբ է ապացուցում։ Կանայք եւս կարող են լինել հայրենիքի լավ պաշտպաններ։ Առաջին անգամ ես երբ ստացել եմ զինվորական համազգեստ արտասվել եմ, որովհետև դա իմ համար մեծ պատասխանատվություն է։ Դու ազգիդ պաշտպանող մի մասն ես, որը որ ճիշտ պիտի կրես այդ պատիվը քեզ տրվել է ու դու ճիշտ պիտի քայլես, ճիշտ պիտի անցնես այդ ճանապարհով։ Իսրայելի հարվածներից Գազայի հատվածում առնվազն 60 մարդ է զոհվել, այդ թվում 24 երեխա։ Իսրայելը հարվածել է տների, դպրոցների եւ բնակելի թաղամասերի Գազա քաղաքում, Բեյթ Լահիայում, Ալ-Բուրեյջում, Նուսեյրաթում եւ Խան Յունիսում։ Իսրայելի զինվորականները Գազայի հատվածում գնդակոծություններ են իրականացրել, երբ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հրահանգել է հզոր հարվածներ հասցնել Պաղեստինյան անկլավին։ Նեթանյահուի հրահանգին նախորդել էր անկլավի հարավային Ռաֆահ քաղաքում փոխհրաձգությունը, որի հետևանքով զոհվել է իսրայելցի 37-ամյա զինվոր։ Համասը հայտարարել է, որ որևէ առնչություն չունի հարձակման հետ եւ Իսրայելին մեղադրել է հրադադարը խախտելու համար։ Խմբավորումը նշել է, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ոչինչ չի վտանգի հրադադարը։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ Իսրայելը պետք է պատասխան հարվածներ հասցնի իր զինվորների թիրախավորման դեպքում։ Պետք է հասկանալ, որ Համասը Մերձավոր Արևելքում խաղաղության շատ փոքր մասն է եւ նրանք պետք է իրենց լավ պահեն, հայտարարել է Թրամփը Ճապոնիայից Հարավային Կորեա մեկնելիս նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա Գյունջու քաղաքում ելույթ է ունեցել Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գործադիր տնօրենների գագաթնաժողովին, հանդիպել երկրի նախագահ Լի Չժե-մյունի հետ։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով վերջնական կհամաձայնեցնի առևտրային համաձայնագրի մանրամասները հարավկորեական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու շուրջ։ Այնուհետև Միացյալ Նահանգների նախագահն այցելել է Գյունջուի ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Թրամփի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Լի Չժե-մյունը Թրամփին նվիրել է թագ եւ մեդալ, նշելով, որ ոսկե թագը խորհրդանշում է երկնքի եւ երկրում սուվերեն իշխանության միջև աստվածային կապը։ Այնուհետև Թրամփը եւ Լին սկսել են աշխատանքային ճաշը։ Կողմերի քննարկման օրակարգում են եղել առևտուրը եւ պաշտպանությունը։ Թրամփն իր հարավկորեացի գործընկերոջը հայտնել է, որ այցի ընթացքում ժամանակ չի ունենա հանդիպելու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընի հետ, ինչն ավելի վաղ չէր բացառել։ Միացյալ Նահանգների նախագահը սակայն նշել է, որ կփորձի կարգավորել երկու կորեաների միջև հարաբերությունները։ Հոկտեմբերի 30-ին Հարավային Կորեայում սպասվում է Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումը։ Հյուսիսային Կորեան փորձարկել է ծով-ցամաք դասի հրթիռներ հոկտեմբերի 28-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի Ասիա այցի ժամանակ։ Արձակման մասին հաղորդել է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ Հաղորդագրության համաձայն հյուսիսկորեացի բարձրաստիճան պաշտոնյաները հետևել են արձակումներին։ Նավից արձակման համար նախատեսված ուղղահայաց արձակվող թևավոր հրթիռները 7800 վայրկյանից ավելի արևմտյան ծովի վրայով նախապես որոշված հետագծով թռչելուց հետո հարվածել են թիրախին, նշված է հաղորդագրության մեջ։ Հյուսիսային Կորեան հոկտեմբերի 22-ին նաև 5 ամսվա ընթացքում առաջին անգամ փորձարկել էր բալեստիկ հրթիռ։
Կուբայի իշխանությունները պլանավորում են կես միլիոն մարդու տեղափոխել ավելի անվտանգ վայրեր, քանի որ երկիրը պատրաստվում է Մելիսա փոթորկին։ Այն առաջիկա ժամերին կհասնի Կուբայի ափերին։ Փոթորիկն արդեն մեծ ավերածություններ է գործել Ջամայկայում։ Միացյալ Նահանգների փոթորիկների կենտրոնը կանխատեսում է, որ այն կանցնի Կուբայի հարավ-արևելքով։ Այսօր երեկոյան եւ վաղը Հայիթիում նույնպես արևադարձային փոթորիկ է սպասվում։ Այժմ փոթորիկն ունի 4-րդ կատեգորիա։ Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը ուղերձում նշել է, որ փոթորիկը կարող է դառնալ երկրին երբևէ հարվածած ամենաուժեղ տարերային աղետը։ Ռիո դե Ժանեյրոյի հյուսիսային Ալեմաու եւ Պենյա թաղամասերում խոշոր հանցավոր խմբի դեմ լայնածավալ գործողության ընթացքում սպանվել է առնվազն 64 մարդ, այդ թվում 4 ոստիկան, եւս 81 անձ ձերբակալվել է։ Ոստիկանությունն առգրավել է մոտ 100 ինքնաձիգ, ըստ քաղաքի ղեկավարության դա եղել է նահանգի պատմության մեջ ամենաարյունալի գործողությունը։ Նահանգապետ Կլաուդիո Կաստրոն երեկոյան հայտարարել է, որ գործողությունն ավարտի որոշակի ամսաթիվ չունի։ Ոստիկանության գործողություններին ի պատասխան թմրավաճառները հակագրոհներ են սկսել ամբողջ քաղաքում։ Ոստիկանությունը հրամայել է բոլոր ոստիկաններին դուրս գալ փողոց ժամանակավորապես դադարեցնելով վարչական աշխատանքները։ Իրավապահների տվյալով անվտանգության ուժերի գործողություններին ի պատասխան հանցագործները նաև անօդաչու թռչող սարքեր են օգտագործել պայթուցիկ նյութեր նետելու համար։ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ծառայության թափուր հաստիկների համալրման գործընթաց է սկսել։ Կադրային բացը լրացնելու համար կառույցի ուսումնական կենտրոնը կրկին մեկնարկել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթացը, որի ընթացակարգերը ներկայացնելու նպատակով նախաձեռնել էր իրազեկման հանդիպումներ Սյունիքի մարզում։ Ուսումնական կենտրոնը հայտարարել է մաքսային ծառայողի պատրաստման դասընթաց եւ վերջնաժամկետը սահմանված է նոյեմբերի 6-ը։ Այդ ժամանակ մենք ակնկալում ենք, որ պետք է լինեն դիմորդներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում եւ Սյունիքի մարզից, որպեսզի մենք կարողանանք դասընթացների արդյունքում ունենալ դիմորդներ, մասնակիցներ, որոնք ապագայում աշխատանքի կտեղավորվեն։ Պարբերաբար կազմակերպվող դասընթացին մասնակցելու համար կարող են դիմել 18 տարեկանը լրացած բարձրագույն կրթությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Իմը ներկայացնելուց հետո մեր համապատասխան բաժինը մանրամասն ուսումնասիրում է դիմումների ամբողջականությունը, ներկայացված փաստաթղթերը ու դիմորդներին հրավիրում է արդեն նախնական քննական փուլերի։ Դա օտարլեզվի իմացության ստուգման փուլն է, համակարգչային որոշակի գիտելիքների իմացության ստուգման փուլը եւ հաջորդը արդեն հարցազրույցի փուլը։ Այս բոլոր փուլերը հաղթահարելուց հետո մենք դիմորդներին հրավիրում ենք երկշաբաթյա խորացված դասընթացների, որտեղ շատ մանրամասն ներկայացնում ենք մաքսային գործին առնչվող տեսական գիտելիքները։ Դասընթացի ավարտին դիմորդները հանձնում են քննություններ, որոնց կշռային միավորների հիման վրա դասակարգվում են համապատասխան շտեմարաններում։ Թափուր հաստիկ լինելու դեպքում առաջնահերթությունը նրանց է տրվում։ Հանդիպումները շատ դրական կգնահատեմ, շատ լավ են անցել։ Մարդկանց, հատկապես երիտասարդության շրջանում բավականին հետաքրքրություն զգացվում է մաքսային ծառայության նկատմամբ ու հույս ունենք, որ մասնակիցների քանակը շատ կլինի այս պատրաստման դասընթացներին, որովհետև հաստիկների մի բավական ստվար մաս հենց նախատեսված են Սյունիքի մարզում տեղակայված մաքսային մարմիններում, Սիսիանում, Կապանում գտնվող մաքսային տերմինալներում եւ Ագարակի պետական սահմանի անցման կետում։ Հաշվի առնելով հեռավորությունը մայրաքաղաքից, առաջին փուլը հաղթահարած Սյունեցի մասնակիցների հետագա ուսուցումը հնարավոր կլինի կազմակերպել նաեւ հեռավար եղանակով։ Դասընթացի մասին իմացել եմ սոցցանցերից, չունեմ ոչ մի տեղեկություն խորքային, բայց ուղղակի հետաքրքիր էր տեսնել ինչ են անում, ինչ է իրանից ներկայացնում մաքսային ծառայողը, ինչով է զբաղվում եւ ինչու ոչ նաեւ ինչպիսի վարձատրություն են ստանում։ Մեր երկրի համար անվտանգային տեսանկյունից շատ կարևոր գործառույթ իրականացնող այս մասնագիտությունը հեռանկարային է եւ հնարավորություն է տալիս ժամանակի ընթացքում առաջընթաց ապահովել, խոսքն ամփոփում են հանդիպման կազմակերպիչները։ Գավառ համայնքի Կարմիր գյուղ բնակավայրի Հունան Ավետիսյան փողոցում հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում։ Արդեն կատարվել են հին շերտի քանդման, հողահարթեցման և ներքին ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքները։
Այժմ միաժամանակ ընթանում են խճալցում եւ ասֆալտապատում։ Կարմիր գյուղի Հունանավետիսյան փողոցի երկարությունը կազմում է 1264 մետր։ Կատարվել են 866 գծամետր ներքին ջրահեռացման աշխատանքներ, 4400 քառակուսի մետր ավազը եւ խիճը տեղադրվել են, այսօր տեսնում եք կատարվում են արդեն այդ հատվածում ասֆալտապատման աշխատանքները։ Հունանավետիսյան փողոցի բնակիչները դժվարանում են հիշել, փողոցը երբևէ հիմնանորոգվել է, թե ոչ։ Փոխարենը շատ ոգևորված են կատարված աշխատանքներով եւ անհամբեր սպասում են դրանց ավարտին։ Հիմա որ տեսնում եմ սկայածավալ աշխատանքը, որոնք եւ բարեկարգում են եւ լայնացնում են փողոցները եւ գեղեցիկ են եւ մեր կյանքի որակն են փոխում եւ կա ոգևորություն եւ շնորհակալական խոսքի կարիք կա կարծում եմ հիմա։ Շնորհակալություն այն բոլոր կազմակերպություններին եւ աշխատողներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի մեր կյանքը բարելավեն եւ մենք ապրենք արժանապատիվ ձևով։ Նախագծով նախատեսված ավազակոպչային շերտը եւ խճի շերտի հաստությունը եւ ասֆալտի հաստությունը որակը բավարարում է, որ այն երկար տարիներ ծառայի մեր ժողովրդին։ Փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2025 թվականի սուբվենցիոն ծրագրով, պետություն համայնք համատեղ ֆինանսավորմամբ։ Ծրագրի արժեքը 160 միլիոն դրամ է, որը համամասնաբար տրամադրվելու է պետական եւ համայնքի բյուջեներից։ Veolia ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված սույն թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 10-ից մինչև հոկտեմբերի 31-ը ժամը 22-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի, բացառությամբ Անի թաղամասի, Կապ, Սվարամաբերդ, Մարմաշեմ, Ողջի, Հայկավան, Արափի, Ոսկեհասկ, Ախուրիկ, Ղարիբջանյան, Գետք, Բայանդուր, Երազգավորս գյուղերի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։ Խարդախության վերաբերյալ առաջին ահազանգը համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հոկտեմբերի 19-ին ժամը 18:20-ին։ 26-ամյա քաղաքացին հայտնեց, որ խաղային համակարգիչ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում եւ նախորդ երեկոյան իրեն է զանգահարել մի երիտասարդ։ Պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի 19-ին ժամը 16-ին Մանանդյան փողոցում։ Հանդիպել են բանակցել, սակայն մի պահի երիտասարդը առանց վճարելու աննկատ հեռացել է տանելով խաղային համակարգիչը։ Նման հաջորդ հաղորդումը ստացվեց մոտ 2 ժամ անց 16-ամյա տղայի հետ կատարվել էր գրեթե նույնը։ Դարձյալ մի երիտասարդի հետ պայմանավորվել էին այս անգամ հանդիպել Տարոնցու փողոցում։ Այս անգամ էլ իբրև գնորդ ներկայացած երիտասարդը հարմար պահի աննկատ հեռացել էր տանելով խաղային համակարգիչը։ Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 22-ին ժամը 15:25-ին մայրաքաղաքի Տարոնցու փողոցում հիշյալ խարդախությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեցին եւ բաժին տեղափոխվեցին 27-ամյա եւ 29-ամյա երկու երիտասարդներ, մեկը Գեղարքունիքի մարզի, մյուսը Արմավիր քաղաքի բնակիչ։ Ըստ 27-ամյա երիտասարդի երկու խարդախությունն էլ կատարել է ինքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված համակարգիչները հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են։